Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում եմ ձեզ բոլորիդ, այսօր մայիսի 4-ն է, այսօր Երևանում սկսեց իր աշխատանքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, լուրջ իրադարձություն Եվրոպայի համար, նաև այդվում Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, մոտավորապես 50 երկրների ղեկավարներ և պատվիրակություններ մասնակցում են այդ գագաթնաժողովին, պետություններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՆԱՏՕ-ի, Եվրոխորհրդի, ԵԱՀԿ-ի, Եվրոմիության, Եվրոպարլամենտի լրջագույն իրադարձություն հայ ժողովրդի համար։ Բոլորը հավաքվեցին Երևանում։ Առավոտ շուտ այսօր նաև ժամանեց Երևան Թուրքիայի փոխնախագահ։ Շատ կարևոր է, որ Թուրքիան մասնակցում է այս միջոցառմանը բարձր մակարդակով։ Ես այսօր անպայման ձեզ կբացեմ մի շարք փակագծեր, ոնց են աշխատում այս ձևի գագաթնաժողովները, ոնց է աշխատում մեր կառավարությունը այս պայմաններում, երբ որ 50 պատվիրակություններ մեկ օրվա ընթացքում մտնում են Հայաստան, ոնց բաշխվեցին աշխատանքները, դրա մասին նաև կխոսենք, ու ամենակարևորը ոնց է աշխատում այդ մեխանիզմը Եվրոպական քաղաքական համայնքի, ինչ են անում պետությունների ղեկավարները։ Մինչև սկիզբը բուն գագաթնաժողովի, ուստեղ երևում է շատ հետաքրքիր աշխատանք, մի քանի հայտարարություններ հասցրեցին անել մեր ժողովրդի համար բարեկամ պետությունների ղեկավարներ, Եվրոմիության ղեկավարներ շատ կարևոր մեսիջներ ուղարկեցին հայ ժողովրդին, այդ դրա մասին այսօր կխոսենք, շատ հետաքրքիր զարգացումներ են, շատ կարևոր փորձ մեր քաղաքական էլիտայի համար, մեր պետականության համար, պետության համար, մեր ժողովրդի համար։ Ուրեմն սկսում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Ես պետք է ասեմ, որ մինչև սկիզբ առնելը այս թեմայի հետ կապված, այդ գագաթնաժողովների հետ կապված, Եվրոպական քաղաքական համայնքի և Եվրոմիություն Հայաստան գագաթնաժողովը, ես պետք է ասեմ, որ մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկվա նիստում հաստատեց բոլոր 19 կուսակցություններ կամ դաշինքներ, որոնք ուզում են մասնակցել ընտրություններին։ Բայց առանձին դեպքերում առանձին մարդկանց թույլ չի տրվում ընտրությանը մասնակցել։ Դա կապված է նրա հետ, որ առանձին այդ կուսակցությունների ցուցակներում առանձին մարդկանց մոտ լիարժեք չէին փաստաթղթերը։ Օրինակ, Վարդան Ղուկասյանը, որին ճանաչում են Դոկ անունով, այս մարդը չկարողացավ բերել բոլոր անհրաժեշտ թեկնածուների համար փաստաթղթերը։ Դա է պատճառը, որ իր կուսակցության ցուցակը հաստատվեց, իր կուսակցությունը կմասնակցի, բայց անձամբ ինքը չի կարող մասնակցել այս ընտրություններին որպես պատգամավորի թեկնածու կամ վարչապետի թեկնածու։ Այս ձևի երևույթներ կային մի քանի ցուցակներում, մի քանի մարդկանց փաստաթղթերը լիարժեք չէին։ Բայց ես կարծում եմ, այդ որոշումը շատ տրամաբանական որոշում է, նույնիսկ եթե ցուցակում կան սխալներ ու կան մարդիկ, ովքեր չեն բերել լրացուցիչ տվյալները իրանց մասին, չի պատժվե կուսակցությունը, այլ այդ մարդիկ չեն գրանցվի, չեն կարող մասնակցել ընտրությունների, բայց կուսակցությունները կարող են մասնակցել։ Ուրեմն կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը նա է, որ բոլոր 19 կուսակցություններ կամ դաշինքներ, ովքեր հանձնեցին գործերը ցանկություն ունենալով մասնակցելու ընտրություններին, ստացան այդ իրավունքը։
Դա է որոշումը կենտրոնական ընտրական հանձնաժողովի Հայաստանի։ Այո, վիճարկել այս կամ այն որոշում, այս կամ այն անձի հետ կապված իրավունք ունեն մարդիկ, այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել, բայց 3 օրվա մեջ իրանք պետք է իրանց բողոքը հանձնեն դատարաններ, որ 3 օրում դատարանները հասցնեն որոշումներ կատարել։ Նաև ես պետք է ասեմ, որ Ադրբեջանի տարածքով, Ադրբեջանի երկաթգծով Ռուսաստանից մտան 8 վագոն պարարտանյութով, որոնք Ադրբեջանի Վրաստանի երկաթգծերով կհասնեն Հայաստան մոտ օրերս։ Դա շատ կարևոր է հաշվի առնելով, որ մեր ֆերմերներին հենց գարնանը պետք են պարարտանյութերը։ Հիմա անցնում ենք մեծ իրադարձությանը, մեծ գագաթնաժողովին, կամ ավելի ճիշտ գագաթնաժողովներին, որոնք կանցնեն 4-ին այսօր եւ վաղը ամսի 5-ին Հայաստանում։ Այսօր սկսեց իր աշխատանքը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը։ Ես ուշադիր հետևում էի, ոնց են մերոնք կազմակերպել այդ աշխատանքը, ոնց են ընդունում այս տարբեր երկրների, մոտավորապես 50 երկրների եւ միջազգային կառույցների պատվիրակությունները, ու պետք է ճիշտ ասեմ, որ բավական իմ կարծիքով լավ կազմակերպված էր այդ process-ը։ Այրապորտում, Զվարթնոց օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունները դիմավորում էին կամ մեր փոխ վարչապետները, կամ Հայաստանի Հանրապետության նախագահան, կամ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահան։ Ես համարում եմ դա ճիշտ մոտեցում, քանի որ պրոտոկոլով, արարակարգով աշխատանքային այցով գտնվող Հայաստանում կամ ժամանող ղեկավարներին պետք է դիմավորեն փոխվարչապետները, բայց այս դեպքում, երբ որ այս ձևի մեծ թվով պատվիրակություն մտնում էին Հայաստան, ակնհայտ էր, որ պետք էր ընդլայներ ցանկը մարդկանց, ովքեր դիմավորում են, ու շատ ճիշտ որոշում կատարվեց, որ այս process-ին աջակցում էին եւ Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահան Հայաստանի եւ Վահագն Խաչատուրյանը մեր նախագահան Հայաստանի Հանրապետության։ Դուք գիտեք, որ գրեթե բոլոր պատվիրակությունները մտած Հայաստան այս մեկ օրվա մեջ, գրեթե բոլորը գլխավորում են այս երկրների կամ նախագահները կամ վարչապետները։ Փաստորեն առաջի դեմքերը երկրների եկան, ու այդ ֆորմատը Եվրոպական քաղաքական համայնքի հենց այս ձևի ֆորմատ է։ Առանձին բացառություններ կան, անպայման դրանց մասին կխոսենք, բայց ես նկատեցի, օրինակ, փոխվարչապետները Հայաստանի ընդունեցին, դիմավորեցին վարչապետներ Ֆինլանդիայի, Կանադայի, Կոսովոյի, Լիտվայի, Ալբանիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Սլովակիայի, Իսպանիայի, Անդորայի, Մոնակոյի նախագահներին, Չեռնոգորիայի, Կիպրոսի, Շվեյցարիայի, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, պատկերացնում եք, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը եկավ Հայաստան, Եվրոխորհրդի եւ ԵԱՀԿ-ի եկան Հայաստան, Եվրոխորհրդի եւ ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղարները, եկավ Հայաստան Ջորջա Մելոնի, վարչապետը Իտալիայի, նախագահան Հայաստանի դիմավորեց վարչապետին, Մեծ Բրիտանիայի վարչապետին, նախագահային Հյուսիսային Մակեդոնիայի, Ալեն Սիմոնյանը դիմավորեց պարոն Զելենսկուն, Ուկրաինայի նախագահային, Տիկին Սանդուին, Մոլդովայի նախագահային, Ալեն Սիմոնյանը դիմավորեց վարչապետի, Վրաստանի վարչապետ, պարոն Կոբախիձեի, անչափ կարևոր եմ համարում, որ պարոն Կոբախիձե գտնվում է Երևանում, Չեխիայի վարչապետին պարոն Բաբիշին դիմավորեց Ալեն Սիմոնյանը, ու ամբողջ ղեկավարությունը Եվրոմիության եւ Եվրոպարլամենտի։
Ես այս թվարկում եմ, որ դուք հասկանաք այս միջոցառման մասշտաբը, հենց մասշտաբը, որ մենք բոլորս հասկանանք, ու պարզ է, որ բոլորս պետք է ջանքեր գործադրենք ամեն մեկս մեր մասով, որ հաջող անցնեն այս գագաթնաժողովները, քանի որ դա բարձրացնում է ռեյտինգը մեր երկրի, վարկանիշը, ոնց է աշխատում այդ մեխանիզմը, պարզ է, ես ասեցի, Դեմերչյանի անվան համալիրում գնում է հիմա գագաթնաժողովը, Եվրոպական համայնքի, քաղաքական համայնքի գագաթնաժողովը, կոնկրետ թեմաներով, օրինակ մեկ նիստ առանձին նվիրված կլինի Ուկրաինայի հարցին, բայց այդ մեխանիզմը լայն է, իր մեջ պարունակում է նաև երկկողմ հանդիպումներ միջև գագաթնաժողով, գագաթնաժողովի ժամանակ, ընդմիջումների ժամանակ, անմիջապես հետո գագաթնաժողովի ժամանակ, օրինակ երեկ պարոն Զելենսկին Ուկրաինայի նախագահ ունեցավ երկկողմ հանդիպումներ Չեխիայի, նույն Չեխիայի պարոն Բաբիշի վարչապետի հետ, դուք գիտեք Չեխիայի հետ կան տարաձայնություններ Ուկրաինայի հետ, նաև կապված Ռուսաստանի նկատմամբ, Ռուսաստանի քաղաքականության նկատմամբ, Չեխիան ունի դիտողություններ Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ, իդեպ ասեմ դες երեք պարոն Բաբիշը լրագրողներին ասեց, որ այս փուլում Ուկրաինան չի կարող դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, ու պարոն Զելենսկին ունեցավ հանդիպում պարոն Բաբիշի հետ ու այնտեղ Եվրոմիության հետ կապված անդամակցության ինչքան հասկանում եմ եկան ընդհանուրի ՆԱՏՕ-ի հարցով չէ, բայց որ Ուկրաինան կարող է դառնալ Եվրոմիության անդամ, կարծես թե Չեխիայի հետ ընդհանուրի եկան։ Պարոն Զելենսկին նաև հանդիպեց Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, պարոն Ստարմերի հետ ու ստեղ էլ կար շատ կարևոր թեման այդ պայքար ստվերային նավատորմի Ռուսաստանը ունի ստվերային նավատորմ, որի միջոցով ծախում է ռուսական նավթը տարբեր երկրներին առնորինական ձևերով ու ստեղ իրանք քննարկեցին համատեղ պայքարի մեխանիզմները Պարոն Զելենսկի հանդիպեց Նորվեգիայի վարչապետի հետ քննարկեցին համատեղ դրոնների արտադրությունը ATS-ների արտադրությունը Ֆինլանդիայի վարչապետի հետ քննարկեց պարոն Զելենսկին եվրոինտեգրացիայի հարցը։ Դուք գիտեք, Ֆինլանդիան այն երկրներից է, որը շատ ուժեղ տանում է առաջ, բրդում է առաջ այդ հարցը, որ Ուկրաինան իրավունք ունի մոտ ժամանակներս դառնալ Եվրոմիության անդամ։ Ինչ եմ ուզում ասել։ Այս օրինակները բերում են, որ դուք հասկանաք, որ բոլոր պետությունների առանց բացառությամբ ես ձեզ բերեցի Ուկրաինայի օրինակով, ոնց են պայքարում աշխատում այս գագաթնաժողովների շրջանակներում։ Եվ գագաթնաժողովից առաջ, եւ գագաթնաժողովի ժամանակ, երբ որ լինեն ընդմիջումներ, դուք կտեսնեք ինչքան երկկողմ շատ հարաբերություններ, հանդիպումներ կլինեն։ Ես ձեզ բերեցի մեկ պետության օրինակը Ուկրաինայի։ Ես նորից ուզում եմ կրկնել, որ շատ կարևոր է, որ այսօր մեկ նիստ գագաթնաժողովի կնվիրվի Ուկրաինայի հարցին, անպայման կընդունվի հայտարարություն Ուկրաինայի հարցով, որը մեծ արձագանք կստանա ամբողջ աշխարհով մեկ ու բոլորը կասեն Երևանյան բանաձևը Ուկրաինայի հարցով։ Ես պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը երեք ընթրիքի ժամանակ հանդիպեց պարոն Զելենսկու հետ, ողջունեց իր գալը Հայաստան եւ իրանք համատեղ նկարվեցին ու այդ նկարը տեղադրված է սոցցանցերում։ Դոնալդ Տուսկը, դուք գիտեք, վարչապետը Լեհաստանի գտնվում է Հայաստանում, Լեհաստանի վարչապետը հանդիպեց Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի վարչապետների հետ, Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի։ Ու Դոնալդ Տուսկը քննարկեց իրանց հետ գլոբալ հարցեր, գլոբալ խնդիրներ, նաև
ՆԱՏՕ-ի հետ կապված։ Դուք գիտեք, ճգնաժամ կա ՆԱՏՕ-ում, Դոնալդ Տրամպը Միացյալ Նահանգների նախագահան դժգոհ է ՆԱՏՕ-ի այլ անդամ պետություններից ու Լեհաստանի վարչապետը մտահոգված է։ Դա է պատճառը, որ խոշոր խաղացողների հետ, որոնք գտնվում են Հայաստանում, վարչապետներ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի, ինքը քննարկեց այդ հարցը։ Հատուկ ուզում եմ ձեզ ասել, առաջի անգամը հենց Հայաստանի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում մասնակցում է Կանադայի վարչապետը։ Կանադան ամերիկյան մայրցամաքի երկիր է Հյուսիսային Ամերիկայի, բայց մասնակցում է Եվրոպական գագաթնաժողովում հարգելով հայ ժողովրդին ու այս անգամ այս գագաթնաժողովը ընդլայնված կազմով է Կանադան հենց ստեղ է։ Ես պետք է ասեմ, որ շատ մեծ հարգանք ցուցաբերում են տարբեր պատվիրակությունները մեր ժողովրդի հանդեպ։ Օրինակ, Հունաստանի նախագահան այցելեց Ծիծեռնակաբերդ ցեղասպանության հուշահամալիր։ Կանադայի արտգործնախարարը այցելեց եւ թանգարան ցեղասպանության հայոց ցեղասպանության թանգարան եւ ինստիտուտ եւ այցելեց ցեղասպանության հուշահամալիր Կանադայի արտգործնախարարը։ Շատ հետաքրքիր է, օրինակ Կոսովոյի վարչապետը, երբ որ զրուցում էր Նիկոլ Փաշինյանի հետ, ինքը ասեց, մենք անպայման ուզում ենք այցելել Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան։ Պատկերացնում եք, Կոսովոյի վարչապետը գիտի հայ ժողովրդի մասին։ Ու այս կապերը, այդ գիտելիքները ուժեղանում են հենց այս գագաթնաժողովի շնորհիվ։ Իրանք գալիս են Հայաստան ու իրաց կարոտը, գիտելիքները Հայաստանի մասին, կարոտը մեր պատմության հետ կապված, իրանք կարողանում են ստեղ ստանալ այդ ինֆորմացիան։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, դուք գիտեք, երեկոյան դուրս եկավ Երևանի կենտրոնով մաներ գալիս ու արեց շատ ուշագրավ մի քանի հայտարարություններ մեր ԶԼՄ-ների հետ կապված։ Ինքը ասեց, որ անմիջապես հետո Երևանյան այցելությունից հետո ինքը կունենա հեռախոսազրույց Իլհամ Ալիևի հետ ու հարցը կապված մեր գերիների, ովքեր գտնվում են բանտերում Ադրբեջանի, ինքը կբարձրացնի։ Ինքը ասեց, որ դերը, Ֆրանսիայի դերը, որպես միջնորդ, որպես պետություն, որը ուզում է աջակցի Հայաստանին ու Ադրբեջանին, ինքը կշարունակի։ Ինքը կասեց, որ կշարունակի պայքարել, որ խաղաղություն լինի մեր տարածաշրջանում եւ կայուն իրավիճակ։ Ես պետք է ասեմ, որ Էմանուել Մակրոնը նախագահ Ֆրանսիայի նաև ասեց, որ դա պետական իր այցելությունն է ու պետական այցելության ժամանակ նաև կստորագրվի Հայաստանի հետ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթուղթ պայմանագիր։ Դուք գիտեք, որ Բուլղարիայից ստեղ գտնվում է Բուլղարիայի փոխնախագահան, ինչի հետ է կապված, որ ոչ թե նախագահան, դուք գիտեք, Բուլղարիային նոր անցան ընտրություններ ու այնտեղ լուրջ փոփոխություններ պետք է լինեն, դա է պատճառը, որ Բուլղարիայից փոխնախագահան է Հայաստանում։ Բայց Բուլղարիան մեր լավագույն գործընկերներից է ու այդ փոխնախագահան Բուլղարիայի ստորագրեց Նիկոլ Փաշինյանի հետ երեք կառավարության շենքում ստրատեգիկ համագործակցության ռազմավարական նշանակություն ունեցող պայմանագիր։ Նաև պետք է ասեմ, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենը արեց շատ կարևոր գրառում X-ում։ Ինքը ասեց, որ մայրցամաքային մասշտաբի միջոցառում է գնում Հայաստանում եւ մայրցամաքային մասշտաբի խնդիրներ պետք է լուծվեն Երևանում։ Նաև մեծ տեղ տվեց այն գագաթնաժողովին, որը կլինի վաղը Եվրամիություն Հայաստան։ Նույնը պարոն Կոշտան։ Անտոնիո Կոշտան դա Եվրամիության նախագահն է։ Անտոնիո Կոշտան նաև մեծ տեղ տվեց այդ գագաթնաժողովներին ու նշեց այն գլխավոր հարցերը, որոնք կքննարկվեն։ Դուք գիտեք, որ երեք բացում արվեց Բելգիայի թագավորության դեսպանատան
Երևանում։ Նիկոլ Փաշինյանը եւ Բելգիայի վարչապետը, որը գտնվում է Երևանում, բացում արեցին Երևանում։ Բելգիան բացեց ստեղ դեսպանություն։ Ու գիտեք, այդ շատ կարևոր է, երբ որ հենց առաջի դեմքերը պետությունների այս ձևի արարողության քայլեր անում են։ Արարողությունը բարձր մակարդակով անում են։ Հայաստանի համար ցանկացած ուժեղացում եվրոպացիների ներկայացության ուժեղացումը Հայաստանի համար դա կյանքի պես է պետք, քանի որ կային խաղացողներ ու կան խաղացողներ, ովքեր չեն ցանկանում մեր անկախությունը ճանաչել, մեր անկախությունը հարգել։ Ու ամեն մի այս ձևի գագաթնաժողով, ամեն մի այս ձևի մեծ միջոցառում ուժեղացնում է մեր ինքնությունը, սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը։ Պարզ է, քանի որ շատ ու շատ մեծ մենք տեսնում ենք process-ներ, պարզ է, որ այդ process-ները ակտիվ կգնանք ու մենք վաղը չեմ ուսոր կարողա նույնիսկ օրը երկու անգամ կհանդիպենք, տեսակ ինչքան մեծ թվով նորությունների մասին ձեզ հիմա ասեցի, ես պետք է ասեմ, որ ամսի 5-ին վաղը ոչ միայն կլինի Եվրոմիություն Հայաստան գագաթնաժողով, նաև սկսում է իր աշխատանքը Երևան դիալոգ, Երևանյան երկխոսություն, այդ մեծ միջազգային ֆորումը։ Ես հրավիրված եմ, կմասնակցեմ այդ ֆորումի աշխատանքներին, բայց այդ ֆորումին կմասնակցեն եւ Ադրբեջանից փորձագետները եւ պաշտոնյան Թուրքիայից։ Թուրքիայի հիշում եք հատուկ դեսպանը, հատուկ լիազորություններով դեսպանը նշանակվեց Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից։ Սերդար Կլիչը կլինի Երևանում եւ վաղը ելույթ կունենա այս Երևանյան երկխոսություն խոշոր միջազգային կոնֆերանսին։ Ինչ եմ ուզում ասել, շատ հետաքրքիր է, որ բավական բարձր մակարդակով Թուրքիան է մասնակցում փոխ նախագահի մակարդակով եւ պարոն Կլիչի մակարդակով այդ մեր կոնֆերանսում։ Շատ են հիմա խոսում նրա մասին, որ այս process-ներին նկատմամբ ուշադիր են շատ հետևում եւ Մոսկվայից եւ Բրյուսելից, որ գնում է մրցակցություն Մոսկվայի եւ Բրյուսելի միջև Հայաստանի դաշտում Հունգարիայի ընտրություններից հետո հիմա պայքարը տեղափոխվեց Հայաստանը Բրյուսելը ուզում է, որ Հայաստանը զարգանա դեպի ժողովրդավարություն, պարզ է Մոսկվան չի ուզում ու հիմա շատ են վերլուծություններ դրա հետ կապված, France 24-ում իրոք շատ լուրջ նյութ տրվեց դրա մասին, ես պետք է ասեմ, որ կառավարությունը Հայաստանի ամեն ինչ անում է, որ այս համագործակցությունը Եվրոմիության հետ, այս համագործակցությունը այս հզոր Եվրոմիության կառույցի հետ, որ չդիտվի որպես հակադրվող Ռուսաստանին, բայց պետք է զգուշացնեմ այս կառուցողական մոտեցումը մեր կառավարության չի հասկացվում Մոսկվայի կողմից։ Մոսկվան մեզ դիտում է որպես ֆորպոստ ու իրանք չեն դիտում մեզ որպես սուբյեկտ, սուվերեն երկիր, դա է պատճառը, որ շատ ցավոտ են ընդունում, որ Եվրոմիությունը մեզ հետ ակտիվ աշխատում է, լավ աշխատում է։ Ու այս ձևի մեծ միջոցառումները անցկացվում են Հայաստանում։ Պատկերացնում եք 50 երկրների միջազգային կառույցների ղեկավարները միաժամանակ Երևանում են։ Այս ձևի օրինակներ շատ հազվադեպ են աշխարհով մեկ, ոչ միայն մեր տարածաշրջանում։ Ու վերջում ինչի մասին ուզում եմ ասել, շատ կարևոր։ Ինչքան գիտեմ, Արցախահայությունը Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ուզում են բողոքի ակցիաներ անել, նաև այդ թվում այնտեղ, որտեղ որ անցնում են այդ գագաթնաժողովները, մարդիկ ուզում են իրանց ցավերից, դարդերից խոսել, բայց ես ուզում եմ արցախցիներին զգուշացնել, ոչ մի սադրանքների չարձագանքեք,
ձեր բողոքի ակցիաները անցկացնում եք, ցույց եք տալիս եվրոպացիներին, որ ծանր է վիճակը, որ դուք իրավունք ունենք վերադառնալ, այդ վերադարձի իրավունքը չի հարգվում Ադրբեջանի կողմից, այդ ձեր իրավունքն է, այդ շատ նորմալ է, բայց սադրանքների չգնաք, քանի որ գլխավոր պատճառը ինչու դուք կորցրեցիք, մեկ բոլորս կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը, գլխավոր պատճառը Ռուսաստանն է, ուրեմն բողոքներ պետք է անենք Ռուսաստանի դեսպանատան դեմ, ստեղ ոչ թե բողոք պետք է լինի, այլ ինֆորմացիոն ձեր կողմից միջոցառումներ, որ դուք ներկայացնեք եվրոպացիներին այն կոշտ քաղաքականությունը, որը տարվում էր ձեր դեմ հարևան երկրի կողմից ու այն սխալները, որը արեց Ռուսաստանը։ Այս դուք պետք է մեսիջները ուղարկեք։ Եվրոպացիք նախկինում, այսօր, վաղը միշտ կպայքարեն ձեր իրավունքների համար։ Եվրոպարլամենտի որոշումը մայիսի 2-ի Եվրոպարլամենտի որոշումը, որտեղ որ հստակ խոսվում է Արցախայցյան իրավունքների մասին, դրա վկայությունն է։ Ուրեմն բողոքել պետք է Ռուսաստանին, այլ ոչ թե եվրոպացիներին։ Ես ավարտեցի իմ ելույթը, մինչ նոր հանդիպումներ։